Երեխեք ջան, ողջույն բոլորին։ Այսօր մեր կանանց հոգեբանական ակումբի 3-րդ հանդիպումն է։ Շատ եմ սիրում այդ ակումբը։ Ու հիմա գնում եմ ընկերուհիս ամուսնու հետ, այնտեղ ինձ կդիմավորի ամուսինը մեզ կտանի։ Մի խոսքով արագ վերջին շտրիխները արեցի, դուրս եկա, սկզբում կոշիկ հակա, հետո փոշմանեցի, ոտհասները սրբեցի, արագ հակա։ Եղանակը ոնց որ լավն է։ Երեխեք ջան, մենք ճեմում ենք դեպի նշված հասցել, փորձում ենք գտնել։ Նկուղում, ուզում ես տեղ նկարեմ քեզ։ Ասա որտեղն է։ Այ մի հատ տեղը գտենք, իսկ գա Մարիոթ հյուրանոցում որպես ուսուցման և զարգացման պատասխանատու, բայց որպես event manager նաև շատ ներգրավված եմ նման միջոցառումներում և շատ ուրախ կլինեմ բոլոր տեսակի համագործակցությունների համար։ Մեզ կաթնամթերային ընկերություն է միացել Արարատյան կաթնամթերք և քանի որ առողջության գրավականներից է լավ կաթնամթերքը, իսկ առողջ մարմնում առողջ հոգի պետք է լինի, մենք սիրով համագործակցեցինք իրենց հետ և այսօր թիթվասերներով և յոգուրտներով կհամալրվեն մեր հովանավորների նվերների ցանկը։ Ինը պատասխանատու է և պետք է տանում և հենց այդ պետքեների արդյունքում ձևավորվում է ուժեղ կնոջ մասին պատկերացումները, որոնք որ դառնում են նորմա։ Այսինքն մենք դա յուրացնում ենք որպես մեր ինքնության մի մաս և այստեղ մենք ոչ թե չենք կարող լինել այլ կերպ, այլ դա դառնում է մեր կյանքում միակ ձևը, որպեսզի մենք լինենք։ Այսինքն մյուս մասը, որը որ ունի կարիքներ, ունի պահանջմունքներ, դա մնում է չլսված։ Երեխեք ջան, մեզ մոտ ընդմիջում է, սուրճ եմ սարքել, այստեղ համովիկություններ կան, բուռն կանացի քննարկումներ ենք ունենում։ Աղջիկը որոշում է, որ ինքը մայրիկի փրկիչն է, այսինքն չի որոշում, դա ինքնաբերաբար է ստացվում, մայրիկին անընդհատ պաշտպանում է նեղացնողներից, մայրիկին հողանավորում է, այդ էլ երևի թե շատ-շատերդ նկատած կլինեք, այսինքն ամեն կերպ մայրիկին փորձում է հեռու պահել նեղացնողներից, փրկչի դեր է վերցնում իր վրա։ Բարձրացավ, այ մաման քո խաթեր տխրեց, կամ հələ գնա պապային հանգստացրա, որ քրիվ չանի, չգիտեմ ինչ։ Ու աղջիկը փոքր ժամանակվանից հասկանում է, որ ինքը մեծ պատասխանատվություն է կրում, որպեսզի մյուսները չնեղվեն, չջղայնանան, չլացեն, չհիվանդանան։ Աղջիկներ ժամանակ իրար փոխանցեք, այտենց տվեք։ Քանի որ շատ որոշ այտենց բան չեմ նախատեսել, որ շատ ժամանակատար լինի, իրականում կարելի է շատ ավելի խորը աշխատանքներ անել թերապիայով, բայց այսօրվա թեմայի մեջ որոշել Նկարել եմ կրակ, հիմա վերլուծում են, թե որը ինչ է նշանակում։ Եվ ամուսին, և հայ։ Ես խոսում էի եթե ոչ հայրիկի կողմից, միգուցե մյուս հարազատների կողմից, հենց դա էի ասում։ և որն է ստվերային կողմը, քո վահանի, փակվածություն, անվստահություն, այն որ հուզական հեռու ես քեզ պահում և երբեմն մտերմության դժվարություն։ Նստած ենք խոհանոցում, Խորենը հաց է ուտում, ես սուրճ եմ խմում, Դավը ժլեյնի տորտիկ էր պապային առնել տվել։ Что за личико? Այ համուր։ Ծաղիկներս էլ զարդարում են մեր խոհանոցը։ 4 ժամ է, ես վաննայում եմ, պատով, պատալուկով, այս օդափոխության բաներով,
հայլիներով, պոլկաներով, պոլերով, չգիտեմ եմ, որ ամեն ծակուծուկով մաքրություն եմ արել, որովհետև ցավոք սրտի այս տարի վաննան էլ էր տաքուհով էլ, նո այսքան տարի ստեղ ենք, առաջի տարին է, որ տաքուհովից ինչ-որ սենց ոչ թե ոչ ժանգ էր, ոչ էլ բորբոս, բայց ինչ-որ այդպես նյութ սենց լպրծում մի քիչ անընդհատ արտադրվում էր, պրիտոմ որ պատուհանը հա բացեմ թողում է դուռը, օդափոխությունը կա, չգիտեմ, ամեն ինչ էլի Πολύ շորնա, sorry, Դավիզը քանակունքն է, ամեն ինչը անում եմ էլի, որպեսզի դա չլինի, բայց մեկ օրինակ այս հատվածում, այս բանի վրա, պտուտակի վրա անընդհատ այդտեղ բաներ բռնում, սենց ժանգանման թրջվում էր այդ հատվածը, այս ուշեցում մի դարձրեք, ուղղակի պոլերների մաքրում, պոլի շոր չի, բայց դուրս գրելու շորեր, այդ արանքները թրջվում են, դե որ լվացանը մաքրում եմ, սաղ ջուրը լցվում է, այդ էի մաքրում, դա պիտի գցեմ աղբը, всё Շատ երկար տևեց դռնով, մռնով, հայլիով, պատալոգը բարձ երջանկություն է, որովհետև վերջին անգամ կարծեմ ամառվա վերջ եմ այդ պատալոգը մաքրել, իրոք կարիքը կար, всё, այս տեղի ժանգն է, որ ինչ անում չեմ կարողանում վերացնել, մնացածը շատ գոհ եմ, շնորհակալ եմ ինձանից, ապրեմ ես Երեխեք իդեպ վաննայում այդ լոգախցիկի մեջի պահարանները չէի մաքրել, մոռացել էի, բայց լոգանք ընդունեցի ու հենց այդ ընթացքում էլ մաքրեցի։ Այստեղ ես ճիշտն ասած դեռ 3 գիշեր փոփոխություններ եմ արել, այն ձմեռային հաստերը վերև եմ բարձրացրել, արդեն կարճաթևեր բանը իջացրել եմ, հələ շուտ է լրիվ տենց կարճաթևի, բայց քանի որ մոտ է ժամանակները, որոշեցի որ թողնեմ մի քանի երկարաթևեր, որոնք հիմա կհագնեմ եւ արդեն կարճաթևեր, որոնք եւս այսպես ասած շուտով իրենց հերթին կսպասեն։ Անտրեսոլս եմ 3 գիշերը դասավորել երեխեք ջան, կմնա պահարանից ձախ թևը, որտեղ իմ տնային հագուստներն են, այդտեղ եւս ամառ ձմեռ պետք է անեմ, մի հատ կարգի բերեմ ու հասկանամ ինչն եմ դուրս գրում, ինչն եմ պահում։ Այո, Դավուկա, իրար հետ կանենք, եթե ուզես։ Հալալները, զուլալներս, ես էլի իմ միկրոֆոնով եմ, որովհետև հոլովակ էի ձայնագրում, Instagram-ում վերջերս նոր ռուբրիկա եմ սկսել, իդեպ, եթե Instagram-ից միացած չեք, նույն անունով եմ, ինչ-որ YouTube-ում կարող եք միանալ, այնտեղ վերջերս շարք եմ նկարում մարդկային ֆենոմենների, տարբեր երևույթների հոգեբանական մասին, ու ինձ էլ է հետաքրքիր այդ ամեն ինչը, ու հետաքրքիր է նաև կիսվել այդ ամեն ինչով, այսօր խոսում էի մի հետաքրքիր ֆենոմենի մասին, երևույթի մասին, որը կոչվում է էֆեկտ свидетеля, այդ այն երևույթն է, երբ ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, դժբախտ, պատահար եւ այլն, ամբողջը կանգնած նայում է, բայց ոչ ոք չի շտապում գնալ օգնության, ու դա բացատրվում է նրանով, որ մարդիկ ամեն մեկին թվում է, որ հեսա մյուսը կգնա կմոտենա օգնության եւ այդ մյուսը հաստատ ինքը չի, ու արդյունքում ոչ ոք չի գնում օգնության։ Այդպիսի ինչ-որ հետաքրքիր ֆենոմեն կա, որի մասին եւ խոսում էի այսօր։ Իսկ հիմա ինձ մնում է, գիտեք, ինչ անել, ներեցեք, ես մի հատ ժամը նայեմ։ Հիմա մնում է ինձ տաքսի կանչել եւ ուղիղ գնալ դեպի համալսարան, որովհետեւ դասերը սկսվել են։ Ուրեմն այս առողջ կաս երեխեք, մի պատիժ ու կրակ։ Ինչքան հարթուկում եմ, հիմա նայեք, թվում է ճմրթվածա, չէ՞։ Իդեալական հարթուկ էլ գիշերը կախել եմ։ Ինքը անգամ կախած տեղը սկսում է ճմրթվել։ Вот такой он капризный, но любимчик։ Մի խոսքով գանձերս։ Ինձ մաղթեք լավ օր, մազերս դիտմամբ եմ հավաքել, որ մի քիչ խուճուճներ ստացվի։ Ես այդպես անում եմ, հա, ֆենում եմ, հավաքում եմ, հետո լոկոններ են ստացվում, տենց ալիքներ։ Խորիկին արտասնեմ ու արդեն աճապարեմ դեպի համալսարան։ Մի քիչ անսովոր է պրակտիկայից հետո նորից վերադառնալ, բայց վստահ եմ, որ ունի մեջ կընկնեմ։ Վաղուց այս հատվածից ոչինչ չէի նկարել, ասացի քանից տեղ եմ օրենացույց բարակ չես հագնվեմ։ Իական առավոտի համար մի քիչ բարակ է, բայց ուսամ հետո ավելի լավ կլինի եղանակը։ Երեխեք ջան, մենք եկել ենք սուսխումելու։ Գլաս ենք պես։ Հա, արեց ջան։ Երեխեք ջան, մեր գլաս են պատրաստ է, այս աղջիկները ձեռ են առնում, էլի որ բա։ Ինչա բամբասում, լիգնամ տեսնեմ ինչա պես։ Մի խոսքով ու գնում ենք վերջին դասին։ Մտածում էի տաքս ուշ, թե սառը վերցրեցի, բայց չգիտեմ, շատ սառն փոշմանում եմ։ Իմ դասերը պրծել է, ես ոտքով գնում եմ դեպի դուրս, սկզբում ինձ թվաց անձրև է գալու, մտածեցի ոտքով չեմ կարողանա գնալ, բայց մի քիչ բացվեց եղանակը, տաքոտ է, քամի չկա տհաճ, դրա համար
ոտքով եմ իջնում, եթե քայլելու առիթ լինում է հնարավորություն, փորձում եմ բաց չթողնել։ Ուրեմն Խորին ու Դավին տեսա նոր, մինչև քարտն էի դիսկավորում իմ, տեսա։ Ուրեմն Խորիկը որոշել է, որ YouTube-ում մի հատ վլոգ տեղադրի, որտեղ ինքն է ամեն ինչ նկարում։ Սենց էլի լրիվ իր վլոգը լինի ու տեղադրեմ իմ էջում։ Ես այսպես խորացած բան եմ, դե նույնականացում է, չէ՞, հիմա ուզում որ քարտի մեջ փող ես գցում։ Խորացած այս բան եմ անում, ախր կողքից գում եմ, մեկը նկարում է։ Ոնց թվաց շո նորմալ։ Սոս մի պահ ձգվեցի, խորացուցված հայացքս թեքեմ, տեսամ Խորիկն է իր վլոգի մեջ էր ինձ ներառել։ Ասեցի, ուպս, բռնեցվեցիք ինձ։ Այնքան անսովոր է, որ ոչ թե դու ես նկարում, այլ քեզ են կողքից նկարում։ Կարճ ասած, իր վլոգը հաջորդիվ կդնեմ, կնայեք դուք էլ, թե ոնց է կյանքը տեսնում ինքը։